Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Պարոն Բաբայան, նախընտրական շրջանում եւ նաեւ ցավոք հետընտրական շրջանում մենք տեսնում ենք, որ բարեկամ դաշնակցի կողմից ենթարկվում ենք, այսպես ասած, հիբրիդային ինչ-որ հարձակումների, սպառնալիքների, վերջին շրջանում շատ ենք լսում սպառնալիքներ, փորձում են անընդհատ վախ գեներացնել նախ հայ ընտրողների մոտ, հիմա հայ քաղաքացիների մոտ, բարբերաբար ամենօրյա ռեժիմով հայտարարում են, թե որքան ծանր հետևանքներ կունենա շարքային հայի համար, եթե Հայաստանը ընտրի դեպի Եվրամիություն գնալու ճանապարհը, եւ դեպի Եվրամիություն գնալու մասին մենք դեռ կխոսենք, թե արդյոք այդ վախը արդարացված է, թե չէ Ռուսաստանի Դաշնության, բայց այնուամենայնիվ, պարոն Բաբայան, ստացվում է 21-րդ դարում մեր բարեկամ դաշնակիցը բացի սպառնալիքից եւ վախից ոչինչ չունի մեզ առաջարկելու եւ կամ վաճառելու։ Նախ կարծում ի սկզբանե մենք սխալ բնորոշում ենք տալիս բարեկամ դաշնակից։ Այդ երկիրը երբեք չի եղել բարեկամ դաշնակից այնքանով, ինչքանով դա արդարացրել է իր շահերը։ Եվ ինչքան շուտ ենք մենք հասկանում Ռուսաստանի այդ կարգավիճակը, որը վերաբերում է իմիջիալոց ոչ միայն Հայաստանին, նաև մնացած բոլոր երկրներին, որովհետև Ռուսաստանը որևէ դաշնակից չունի, առավել ևս որևէքի հետ բարեկամական կապեր չի հաստատում։ Բա հայտարարությունները հայտարարությունները շատ բան են, բայց մի մոռացեք, որ նույն Ռուսաստանի, եթե չեմ սխալվում, Ալեքսանդր II կայսրը ասում էր, որ Ռուսաստանը ունի իրականում միայն երկու դաշնակից, դա նավատորմն է եւ բանակը։ Եվ կարծում եմ նա ճիշտ էր ասում, իսկ նա ասում էր դա մոտավորապես 130 տարի առաջ։ Սա մեկ, երկրորդը սպառնալիքներով խոսելը։ Դա էլ է սովորություն, բոլորի հետ այդ ձևով է խոսում Ռուսաստանը, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ նա գտնվում է, այսպես ասած, նյութենական պետության շրջանակներում։ Բելոռուսի հետ մի մտածեք, որ նա տետատետ մի քիչ ուրիշ ձևով է խոսում։ Եվ այն ձևը այն, ասենք ասեմ, պահվածքը, որը դրսևորում է Լուկաշենկոն, գալիս է ոչ թե բարեկամական կապերից ելնելով, դաշնակցության, այլ վախից, որտեղ նա գիտի, թե ինչ կարող է հետը անել ուրեմն Ռուսաստանը, իսկ նա ի տարբերություն ուրիշ երկրների, ես նկատում եմ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, այդքան էլ պատրաստ չի դրան։ Իդեպ ինքն էլ խոստովանեց, պարոն Բաբայան, ներողություն եմ խնդրում, օրերս ասաց, որ եթե Ուկրաինան հանկարծ հարձակվի Բելարուսի վրա, իրենք պատրաստ չեն, անգամ նաև ակնարկեց, որ ՀԱԲԿ երկրներից մեկի կողմից այսպես նախադրյալներ են ստեղծվում, որ մնացած երկրներն էլ մտնեն պատերազմի մեջ, սա աննախադեպ է Լուկաշենկոյի համար նման հայտարարություն։ Մենք պարզապես շատ ենք կենտրոնանում միշտ մեր վրա, բայց օրինակ մոռացել ենք, որ մոտ 10 տարի առաջ կարծեմ նույն պատժամիջոցները Ռուսաստանը կիրառում էր Բելոռուսի հանդեպ կատնամթերքի առումով, որևէ հարցի հետ համաձայն չլինելով, միանգամից նույն ուրեմն այսպես ասած գործիքակազմն է կիրառվում, այստեղ որևէ բան չկա։ Հիմա ինչ վերաբերում է նախընտրական եւ յետընտրական, հա, կարծեմ ձեզ մոտ եմ ասել, ես անկեղծ ասած միշտ կարծել եմ, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է հետընտրական process, քան նույնիսկ ընտրական, որտեղ բոլոր դեպքերում կարծում եմ իրենք ունեին ճիշտ ինֆորմացիա եւ Այսինքն կանխատեսելի էր այս արդյունքը, թե իրենք կանխատեսելի, իրենք էլ էին կանխատեսել։ Իսկ իմ մոտ տպավորություն է, որ իրենց համար շոկային է այս արդյունքը։ Չէ, բացարձակապես։ Փորձեմ ասել, ինչու են իրենք կանխատեսել այս արդյունքը։ Նախ պետք է լրիվ հիմար լինել, որպեսզի կանխատեսեն ուրիշ արդյունք։ Վերջով կան լուրջ հարցումներ, ոչ բոլորն են հրատարակվում, կան հետազոտություններ եւ այլն։ Սա մեկ, երկրորդ, եթե իրենք հույս էին կապում, այսպես ասած, ռուսական ուժերի հետ, ես հատուկ նշում եմ ռուսական, ոչ թե պրոռուսական, որտեղ պրոռուսականի մեջ, ինչպես ասենք, թե պրոֆրանսիականի մեջ որևէ վատ բան չկա, իսկ ռուսական ուժերը իհարկե հետապնդում են զուտ Ռուսաստանի շահերը,
ոչ թե Հայաստանի շահերը, այսպես ասած պրոռուսական պրիզմայի տակ։ Ռուսական ուժերը ասելով նկատի ունեք Սամվել Կարապետյանի ուժը, թե ոչ միայն։ Ոչ միայն, իհարկե ոչ միայն։ Ես կարծում եմ, եթե իրենք հույս ունենային, որ այդ ռուսական ուժերը կհաղթեն ընտրությունների ժամանակ, իրենք շատ ավելի լուրջ կվերաբերեին առաջնորդ ընտրելուց, գոնե ինտելեկտի տեսակետից։ Հակառակ եւ բազմաթիվ ուրեմն տվյալներ կան, որ իրենք ամբողջ իրենց այսպես ասած հույսերը կապում են հետընտրական process-ի հետ։ Նախ սրա մասին հայտարարվել է տարբեր բացարձիչան Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից, որ Հայաստանի սպասվող ընտրությունները լինելու են ապալեգիտիմ։ Եվ եթե հաղթի Նիկոլ Փաշինյանը, իրենք չեն ճանաչելու։ Իրենք չեն ճանաչելու եւ այլն։ Սա ասվել է, չէ՞։ Եվ այսօր վերաբերմունք այդ ռուսական ուժերի եւ Ռուսաստանի ղեկավարության որևէ բանով իրարից չի տարբերվում։ Նպատակը նույնն է կնենք։ Նպատակը նույնն է ապալեգիտիմացնել այսօրվա Հայաստանի իշխանությունը ամեն ձևով։ Բայց իրենք նաև հայտարարում են, օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, եթե իրենց հաղթանակը գողանան դուրս են գալու փողոց, հեղափոխություն են անելու, նույն բանը ակնարկում էր Սամվել Կարապետյանը, անգամ վերջերս հարցազրույց տվեց, ասեց մենք 500,000 գլուխ ենք արդեն, ունենք գորգրացողներ, որոնք դուրս են գալու փողոց։ Հիմա ինչու է ուշանում հեղափոխությունը, եթե իրենք արդյունքների հետ հաստ չեն։ Ամեն ինչ փող է պահանջում։ Ընտրություններին մասնակցելը եւ համապատասխան ձևով քվեարկելը փող է։ Հետընտրական process-ին մասնակցելը եւս փող է, ընդ որում ինձ թվում է ավելի մեծ քանակի, որտեղ վերջ-վերջով մի բան է վճարել մարդկանց կաշառել, որպես իրեն գնան իրենց կյանքից մի քանի րոպե, ուրեմն զոհաբերեն գնան եւ քվեարկեն այնպես ինչպես դու ես ուզում, լրիվ ուրիշ բան է, որ իրենք օրերով դուրս գան փողոց, հա, նաեւ սեփական առողջությունը միգուցե վտանգի ենթարկելով, ժամանակը սեփական կորցնելով, գործ ինչ որտեղ, որով յուրաքանչյուրը զբաղվում է։ Այսինքն շատ ավելի մեծ փող է պահանջում։ Շատ ավելի մեծ փող է պահանջում։ Եվ ես համոզված չեմ, որ այդ փողը կա, որտեղ բոլոր դեպքերում բացի փող տալուց պետք է նաև հաստատ համոզված լինեն, որ փողը կհասնի տեղ, իսկ այն շրջանակները, որոնք զբաղված են փող բաժանելով, նրանք այսպես ասած ազնվագույն շրջանակները չեն, որ նաև դրա մեջ ինչ-որ փայ չունենան, հա, չմասնակցեն, որոնք ոչ պակաս փայ քան գուցե նախատեսվածերի սկզբան է։ Սա դժվար process է։ Փողոց դուրս գալու համար մի քանի շատ կարևոր կոմպոնենտ է պետք։ Բացի նրանից, որ պետք է լինի հասարակության կարգին լայն զանգվածների դժգոհություն, անհամաձայնություն, որը իրականում չկա։ Եկեք անկեղծ խոսենք։ Նաև փողոց դուրս հանելու համար պետք են, ասենք ասեմ, խարիզմատիկ լիդերներ, որոնք կարողանան հասարակության զգալի մասերը տանել իրենց հետևից։ Կան արդյոք այդ լիդերները։ Դե օրինակ Սամվել Կարապետյանն ասում էր Նարեկ Կարապետյանը խելացի երիտասարդ է։ Դե հիմա ասելով չի, վերջ-վերջո փորձը ամեն ինչ ցույց է տալիս եւ ամեն ինչ դնում է իր տեղը։ Գիտեք, ընդհանրապես փաստերի հետ հաշտ չլինելը քաղաքական գործի լավագույն հատկությունը չի։ Փաստերը շատ կամակոր երևույթներ են եւ նրանք հաճախակի խոսում են քո ցանկությունից դուրս եւ հակառակ։ Միայն այն քաղաքական գործիչը, որը կարող է շատ սթափ գնահատել փաստերը, հույս ունի, որ կհասնի որոշակի հաջողության։ Նրանք, ովքեր փորձում են, այսպես ասած, ցանկացած ներկայացնել իրականի փոխարեն, միշտ պարտված են դուրս գալիս։ Իսկ Սահմանադրական դատարանից իջ ակնկալել, պարոն Բաբայան, գիտեք, որ վերջին օրերին ընդդիմադիր շրջանակները հենց այդպես էլ դիրքավորվել են, բողոքարկել են, դիմում են ներկայացրել, հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան, մենք տեսնում ենք ուղիղ եթերում ինչպես են ընթանում դատավարությունները, եւ հուլիսի 4-ին արդեն կլինի վճիռը։ Ինչ է կարծում, այդ վճիռը լինելու է այն մասին, որ ընտրությունները չեղյալ են հայտարարվում, թե այնուամենայնիվ մենք կունենանք նույն խորհրդարանը, սա անդիմության համար
պարզապես իրեն արդարացնելու միջոց էր, որպեսզի մանդատները վերցնի եւ ըստ էության կունենանք խորհրդարան, որտեղ ընդդիմությունը չունենալով օրակարգ եւս 5 տարի խոսելու է նրա մասին, թե ինչպես պիտի հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Եթե համաձայնվում ենք այն թեզի հետ, որ Ռուսաստանի համար ամենակարևորը ապա լեգիտիմացնել ուրեմն Հայաստանի իշխանությունը սահմանադրական դատարան դիմելը միանշանակ տեղավորվում է այս ուրեմն գործընթացի մեջ։ Առաջ չընկնենք, մենք բոլոր դեպքերում ուզում ենք բոլորս ապրել իրավական պետությունում եւ սպասենք սահմանադրական դատարանի որոշման։ Բոլոր նախնական կանխատեսումները կարծում եմ գալիս են վախից եւ թուլությունից։ Սա մեկ։ Երկրորդ, մի հարց է հաճախակի շոշափվում այդ մանդատ վերցնել չվերցնելու հարցը։ Իդեպ Տաշիր արենայում օրերս նաեւ դրա մասին քննարկում Կարծում եմ անիմաստ բանավեճ է, որտեղ եւս զուրկ է իրականությունից։ Մանդատները վերցնելու են։ Մանդատներ չվերցնելու տարբերակ չկա։ Նույնիսկ տեսականորեն տարբերակ չկա։ Հասկանում եք, չի կարող 200 հոգի յուրաքանչյուրը հրաժարվի մանդատից։ Դա դժվար է պատկերացնել։ Մարդիկ, որոնց խոսք են տվել, որ դուք կդառնաք падգամավոր կամ որոնք հույս ունեն, որ կդառնան падգամավոր եւ հանգարցակի կդառնան падգամավոր, մեծ աշխատավարձով, ուրեմն հավելավճարներով կամ, չգիտեմ, ուրիշ արտոնություններով, գործ չանելով, գորգորալով, բղավելով, ոնց կարելի է այդ մարդկանց զրկել այդ ուրեմն շահավետ իրավունքից։ Մենք փորձում ենք հարցը տեղափոխել միայն գաղափարական կողմ, մոռանալով, որ կա շատ մեծ նաև ֆինանսական շահագրգռվածություն։ Սա մեկ։ Երկրորդը, կարծում եմ շատ կարևոր ընդդիմության ազդեցության տեսակետից։ Եվ այստեղ ես այդքան էլ համաձայն չեմ, ասենց ասեմ, իշխանության տեսակետի հետ, որը պնդում է, որ ձայների մեծամասնությունը ստացվել են կաշառված ընտրողները։ Երկու կարևորագույն գործոն է եղել ընտրություններից առաջ։ Մեկը կաշառել ընդդիմության կողմից, մյուսը վախեցնել, 300,000, այո։ Երբ մենք ասում ենք, որ հիմնականում կաշառվածներն են դա ընտրվել, նրանով մենք ասում ենք, որ հիմնականում եղել են մարդիկ, որոնք ընկել են փողի հետևից, ավելի շատ, քան ուրեմն տրամաբանության հետևից։ Ես ցավոք սրտի կարծում եմ, որ հակառակ պատկերն է եղել։ Ավելի շատ վախից դրդված։ Ավելի շատ վախից, քանի որ այդ թեզը 300,000 հիմնականում ուղղված եղել իհարկե կարգին ցածր կրթական մակարդակ ունեցող զանգվածներին։ Խոսքս չի գնում նրա մասին, որ բոլորը ովքեր ձայն են տվել ուրեմն իշխանության, նրանք ունեն բարձր կրթական մակարդակ, տրամաբանություն եւ այլն եւ այլն։ Բայց որ այստեղ խաղացվել է այդ թեզը վախի, ուղեղը անջատելու, տրամաբանությունը անջատելու վրա, կարծում եմ, ունեցել է շատ մեծ ազդեցություն։ Հիմա այս թեզը պետք է տանել մինչև վերջ։ Իրենք շարունակելու են այս թեզը խորհրդարանում։ Ինչպես են շարունակելու։ Որտեւ իրականում թեզը կարծես թե չի աշխատում բոլոր դեպքերում։ Հույսը, որ հանրության մեծամասնությունը կտրվի այդ, ասենք ասեմ, մշտական վախին, այդքան էլ չարդարացրեց իրան։ Հիմա եկել է բոլոր դեպքերում այս իշխանությունը։ Ուրեմն ըստ այդ թեզի արդեն այսօրվանից պետք է սկսվի այդ ներգաղթը, հա, որտեղ է։ Որը չկա։ Երբ է։ Ինչպես է լինելու։ Ինչպես մենք հիմա խոսում ենք նրա մասին, որ հնարավոր չի հրաժարվել մանդատներից, պրակտիկորեն հնարավոր չի։ Չի կարող, եթե նույնիսկ, չգիտեմ, ամբողջ մամուլը, ամբողջ կուսակցական թևերը, բոլոր այն մարդիկ, որոնք ձայն են տվել, միաձայն կոչեն ասեն հրաժարվեք մանդատներից, դա հնարավոր չի պրակտիկորեն անել։ Յուրաքանչյուր մարդ, որը ներգրաված է
այդ ցուցակի մեջ չի գրի այդ դիմումը։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք չեն ստորագրի ու կմտնեն ազգային ժողով։ Եվ իրականում կստացվի, ինչ կստացվի, որ առաջի դեմքերը այն մարդիկ, որոնց վրա հույս էր դրել այդ ուրեմն ուժը դուրս են մնում եւ գալիս են ինչ-որ երկրորդ, երրորդ, չորրորդ էշելոնի մարդիկ։ Սա է լինելու արդյունքը։ Պարզե որ այդ լուծմանը չեն գնալու։ Պարոն Բաբայան։ Նույն ձևով կներեք այդ 300,000-ի թեզը։ Եկեք նա պրակտիկորեն մտածենք։ Ես դա եմ ուզում անենք։ Հիմա այդ նույն մարդկանց բացատրենք։ Այդ թեզի աբսուրդ լինելը, այդ թվի աբսուրդ լինելը 300,000։ Եկեք պրակտիկ մտածենք։ Դա հնարավոր է թե հնարավոր չէ։ Հնարավոր չէ։ Դա հնարավոր չի, որտեղ մենք ասենք ասենք վերագրում ենք եկողներին, ապա մարդկային հատկություններ, եթե կարելի այդպես ասել։ Ադրբեջանցիները։ Մենք ասում ենք, հա, մենք իհարկե չենք գնա Ադրբեջան, չնայած կողմից առաջարկում է, չէ՞, այլևս միշտ ասում են, եկեք ապրեք, դարձեք ուրեմն Ադրբեջանի քաղաքացիներ, ընդունեք մեր օրենքները եւ այլն, եկեք ապրեք։ Մենք նույն բանը ասենք թե առաջարկումը Հայաստան, եկեք ապրեք, եկեք դեր երեխաները գնան հայկական բանակ, դուք սովորեք ուրեմն հայոց լեզուն, հայոց պատմությունը, ստացեք Հայաստանի անձնագիրը, ուրեմն համապատասխան հանցան կատարելու դեպքում ընկնեք Հայաստանի ոստիկանության ձեռքը եւ այլն հարկեր վճարեք, բանակում ծառայեք, ով կգա։ Մենք ասում ենք մենք իհարկե չենք գնա, բայց իրենք ուրիշ չեն, մարդը մնում է մարդ։ Մարդը մտածում է իր ընտանիքի ապահովության մասին, բարեկեցության մասին, համապատասխան միջավայրի մասին, որը բարեդրացիական իր հանդեպ տրամադրված։ Պարոն Բաբայան, ես ճիշտ եմ հասկանում, որ միջին վիճակագրական ադրբեջանցին վախենում է հայից եւ Հայաստանում ապրելու այդ մտքից այնքանով, որքանով հայ է։ Նույնը։ Բառացիորեն նույնը։ Եվ գիտեք, քանի որ ես առիթ եմ ունեցել ու հնարավորություն եմ ունեցել վերջին տարիներին մի քանի անգամ շփվել ադրբեջանցիների հետ, adekvat ադրբեջանցիների հետ, ես ասում եմ, որ մոտեցում ամբողջովին նույնն է։ Նրանք հոյակապ հասկանում են, որ այդ թեզը իրականացող չէ։ Բա ինչու են մտածել այդ թեզը, ով է մտածել, եթե Ադրբեջանում այդ թեզը մենք գիտենք ինչ նպատակի համար է, այստեղ ընդդիմությունը ինչ նպատակով է բերել շրջանառում, ովքեր են այդ խորհրդատում։ Ադրբեջանում եւ այդ թեզը եւ մնացած բազմաթիվ թեզերը պարզապես արվում են հայելային սկզբունքով։ Դուք ասում եք Ղարաբաղցիները վերադառնան, մենք ասում ենք ադրբեջանցիները վերադառնան։ Դուք ասում եք Ստեփանակերտ, մենք ասում ենք Բասարգեչար։ Եվ այլն բանը։ Դուք ասում եք Արևմտյան Հայաստան, այդ թեզը եկել է ուրեմն Թուրքիայից դեպի Ադրբեջան հասեք, մենք էլ կասենք Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան։ Այստեղ մեկը մեկին է եւ իրենք չեն թաքցնում։ Իրենք ասում են մենք դա օգտագործում ենք հայելային ձևով։ Ինչ որ դուք կասեք, մենք կասենք դիմացին։ Ինչու են մերոնք օգտագործում։ Վախը անջատում է ուղեղը։ Եթե դու չունես ծրագիր ապագայի հանդեպ, խոսքը չի գնում նրա մասին, որ փոքր եւ միջին բիզնեսը կազատես հարկերից կամ որ պատգամավորները կստանան մի դրամ։ Խոսքը գնում է լուրջ քաղաքակրթական ընտրություններից, առաջադեմ պետություն լինել։ Եթե դու չունես այդ ծրագիրը եւ չունես ոչ թե միայն այդ ծրագիրը, դու նույնիսկ չունես այդ նպատակը, պարզե որ դու հույսդ պետք է կապես ոչ թե ռացիո մտածողության հետ, այլ վախի հետ, էմոցիայի հետ։ Սա է քո հենարանը։ Էլ չասեմ, որ այդ բոլոր կոչերը, թե եկեք հիմա մենք մեր դարավոր բարեկամի հետ թշնամացել ենք, մեր փրկությունն այնտեղ է, եկեք նայենք այդ դարավոր բարեկամի ճակերտավոր վիճակին, ինչ վիճակում են այսօր գտնվում։ Բարդ վիճակում է, չէ՞, շատ բարդ վիճակում, ոչ կարելի այդ վիճակը չնկատել։ Ընդհանրապես մենք ունենք քաղաքական ուժեր եւ քաղաքական գործիչներ, որոնք բացարձակապես հաշվի չեն առնում ժամանակը։ Եվ դեռ հպարտանում են, որ իրանք մտածում են նույն ձևով ինչ որ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, 100 տարի առաջ, ու այդ ասենք ասենք ժամանակը չզգալը զարգացման բացակայությունը փորձում են բացատրել սկզբունքայնությամբ։
Այսինքն իրականության հետ չառերեսվել է, ճիշտ է։ Եղբայր, եթե ուղեղը չի աշխատում, եթե դու չես տեսնում ինչպես է փոխում աշխարհը ու մնում ես նույն կարգավիճակում, դա նշանակում է միայն մի բան, դա չի նշանակում, որ դու սկզբունքային ես։ Դա նշանակում է, որ դու ուղեղ չունես, որտեղ չես տեսնում ինչա կատարվում աշխարհում։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էր։ Կհանդիպենք։